Երևանում է իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հրավերով։ Ապրիլի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է նրա նոր համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչի հայկական դասական երաժշտություն՝ Կոմիտաս, Ալեքսանդր Հարությունյան, Տիգրան Մանսուրյան, Արնո Բաբաջանյան, Միքայել Թարիվերդիև։ Իդեպ սաքսոֆոնի համար փոխադրումները կատարել է Մելիք Մավիսակալյանը։ Մոնդելչին մեր երկիր է այցելում արդեն 7-րդ անգամ։ Ինչ շատ հաճելի է լինել Հայաստանում եւ նվագել կամերային նվագախմբի հետ, ասաց նա։ Իզուր չի, որ նրան Մոնդելչյան են արդեն անվանում, կատակեց Վահան Մարտիրոսյանը։ Համերգը նախատեսվում էր դեռ անցած տարի, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, չհաջողվեց, սակայն Իտալիայում ունեցած իմ համերգների ժամանակ ես կատարեցի հայ հեղինակների գործերը, դրանք նվիրելով Ցեղասպանության տարելիցին, ասաց երաժիշտը։ Այս անգամ Հայաստանում ցավոք քիչ ժամանակով եմ, բայց նախորդ այցի ժամանակ շատ եմ շրջել, այցելել եմ Արցախ։ Նրան հիացրել է բնությունը, եկեղեցիներն ու հոգևոր շարականները, հայկական խոհանոցը ու երաժշտություն լսելու հայերի ունակությունը։ Մոնդելչիի կինը Անտոնելա Չեչերեն, որն արդեն իսկ 3-րդ անգամ է մեր երկրում, եւս իր հիացմունքը արտահայտեց եւ իր իսկ խոսքով Իտալիայից հետո երկրորդ հարազատ երկիրն իր համար դարձել է Հայաստանը։